Ողջույն, ֆուտբոլասերներ, կարծում եք մունդիալների մասին գիտեք ամեն ինչ, ժամանակն է ստուգելու ձեր ուժերը։ Լարեք հիշողությունը, քանի որ մրցավարը սուլում է։ Սկսեցինք։ Հարց 1. Որ երկիրն է ամենաշատը դարձել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ A. Գերմանիա, B. Բրազիլիա, G. Արգենտինա։ Ճիշտ պատասխանն է Բրազիլիա։ Հարց 2. Որ ֆուտբոլիստն է ստացել աշխարհի առաջնության լավագույն խաղացողի մրցանակը 2022 թվականին։ A. Մբապե, B. Մեսսի, G. Մոդրիչ։ Ճիշտ պատասխանն է Լիոնել Մեսսի։ Հարց 3. Ով ձեռքով գոլ խփեց 1986 թվականի աշխարհի առաջնությունում, ընդ որում մրցավարները հաշվեցին այդ գոլը։ A. Մարադոնա, B. Պելե, G. Կրոյֆ։ Ճիշտ պատասխանն է Դիեգո Մարադոնա։ Հարց 4. Որ երկիրն է հաղթել առաջին աշխարհի առաջնությունը 1930 թվականին։ A. Արգենտինա, B. Բրազիլիա, G. Ուրուգվայ։ Որպեսզի բաց չթողնես հաջորդ թեժ հոլովակները, բաժանորդագրվիր ալիքին։ Ճիշտ պատասխանն է Ուրուգվայ։ Հարց 5. Որ հավաքականն է պատմության մեջ միակը, որ մասնակցել է բոլոր աշխարհի առաջնություններին առանց բացառության։ A. Գերմանիա, B. Իտալիա, G. Բրազիլիա։ Ճիշտ պատասխանն է Բրազիլիա։ Հարց 6. Որ երկիրը դարձավ առաջին աֆրիկյան թիմը, որը հասավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ A. Մարոկո, B. Կամերուն, G. Սենեգալ։ Ճիշտ պատասխանն է Մարոկո։ Հարց 7. Ով է ամենաշատ աշխարհի գավաթներ նվաճած ֆուտբոլիստը։ A. Պելե, B. Մեսսի, G. Կաֆու։ Ճիշտ պատասխանն է Պելե։ Հարց 8. Ով է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։ A. Պելե, B. Կլոզե, G. Մեսսի։ Կոմենտներում գրեք, թե ով կհաղթի աշխարհի առաջնությունը։ Ճիշտ պատասխանն է Միրոսլավ Կլոզե։ Հարց 9. Որ ֆուտբոլիստն ունի աշխարհի առաջնության ամենաշատ խաղերը։ A. Մեսսի, B. Մաթեուս, G. Մարադոնա։ Ճիշտ պատասխանն է Մեսսի։ Հարց 10. Որ ֆուտբոլիստն է աշխարհի առաջնության եզրափակիչներում ամենաշատ գոլ խփել։ A. Մբապե, B. Պելե, G. Մեսսի։ Ճիշտ պատասխանն է Կիլիան Մբապե։ Հարց 11. Որ ֆուտբոլիստն է ամենաերիտասարդը, ով դարձել է աշխարհի առաջնության եզրափակչի գոլի հեղինակ։ A. Պելե, B. Մբապե, G. Մարադոնա։ Ճիշտ պատասխանն է Պելե։ Հարց 12. Որ երկիրն է աշխարհի առաջնություններում ամենաշատը պարտվել եզրափակչում։ A. Գերմանիա, B. Նիդերլանդներ, G. Արգենտինա։ Ճիշտ պատասխանն է Գերմանիա։ Այսօր այսքանը։ Մինչ հանդիպում։